Ինչի մասին է մոր ձայնը երեխայի գլխում եւ երեխայի կյանքում։ Մոր ձայնը դառնում է երեխայի ձայնի կերտման ճանապարհը հիմնական։ Մայրություն հերիք է, վերջ է, որ մայրությանս իմ պաշարը լրացավ։ Մեզ երեխայի ծնվելուց առաջ չեն տալիս ինչ-որ հստակ գիտելիք։ Հավանաբար պիտի իրենք էլ հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ այսպես չի լինում։ Դե հիմա երեխա է, այդ երեխան վերջիվերջո մեծ մարդ է դառնալու։ Տունը ամեն հարցում ամենաապահով միջավայրը, որ երեխան ինչ-որ բան սովորի։ Երեխայի ծննդից հետո մի փոքր դժվար է լինելու։ Գիտեմ, այս երեխաները որտեղից են այդպես մաքուր անգլերեն ու ռուսերեն խոսում։ Միայն հայերեն իմանալ ու դրանով բավարարվելը մի քիչ ճիշտ չէ։ Երեխաները երբ գալիս են այս աշխարհ ու հենց մեզ մոտ ու հենց իրենք ինչ որ մի առաքելությամբ են, չէ՞, վերջերշու գալիս։ Դե ասում են այս սերունդը ինչ որ շատ արտառոց է։ Անի ջան, ողջույն։ Ողջույն Աննա ջան։ Այսօր իմ հյուրն է հաղորդավարուհի եւ 9-ամյա Դանիելի մայր Անի Զաքարյանը։ Այս առիթը պիտի անպայման օգտագործեմ մեր զրույցի ամբողջ ընթացքում երկու նպատակով։ Մեկ պիտի փորձեմ խոսել շատ գրագետ հայերեն, նախ որովհետեւ մեզանից դա ակնկալում են մեր ունկնդիրները, մեծ լսողները եւ դիտողները։ Մենք այսպես բան չգրված երկրորդ լեզվի կենտրոնի դերակատարություն ենք ներսուվերս, ինչի ես չէի ուզում իսկս բանեմ, բայց հա։ Բայց հիմա այդպես մի քիչ սովորել եմ արդեն այդպես գրագետ խոսել։ Ես ձեր ներկայությամբ համենայն դեպս կփորձեմ մաքսիմալ հայերեն եւ հայեցի եւ հայ մնալ։ Եվ երկրորդ, եթե հանկարծ գալիս են, իսկ ինձ մոտ հաճախ են գալիս ռուսա լեզու, անգլիա լեզու բառեր, դեմ չեք լինի, որ sense տեղում մի հատ փոքրիկ հասկանանք դրա հայերենը ինչպես է։ Չէ, ավելի ճկուն։ Շատ լավ, շատ ուրախ։ Լավ եք։ Ընտիր, դուք շատ լավ։ Եվ առաջին հարցս այսպես եմ ձևակերպել, որպես շատ գեղեցիկ, ազդեցիկ, գրագետ, ձայն ունեցող, այո, ձայնով հայտնի նաև։ Կուզեմ հարցնել, ինչի մասին է մոր ձայնը երեխայի գլխում եւ երեխայի կյանքում։ Ինչ է մոր ձայնը։ Վայ, շատ լուրջ հարց եք տալիս, շատ խորքային, շատ։ Ուրեմն Դանիելս երբ ծնվեց, ես հղիության ընթացքում էլ շատ երկար խոսում էի իր հետ, ամեն օր ամեն ինչ պատմում էի, բացարձակ ամեն ինչ պատմում էի, ասես ինքը կար արդեն իրականության մեջ։ Կար, մեծ հաշվով կար։ Բայց երբ ծնվեց, ես շատ ավելի զգուշավոր եմ դարձել, որովհետև ես զգում էի, որ անգամ ձայնի տոնայնությունը կարող է տրամադրություն ստեղծել հենց իր համար կոնկրետ։ Այդ շատ բարդ նուրբ շերտ է իհարկե եւ ենթադրում եմ ոչ բոլորին հասու, ցավոք սրտի ոչ բոլորին հասու, բայց միևնույն ժամանակ փաստ էր, որ ես արձանագրեցի հենց ծնվելուց հետո ու իմ կյանքում այնքան բան է փոխվել հենց մենակ այդ պատճառով։ Ես էլ ոտքից գլուխ եւ ձայնից տեսանկյունից եւ ներքին ձայնի տեսանկյունից շատ հարցերում իհարկե ինքը ինձ օգնել է դեպի լավը փոխվել։ Միշտ, իրենք միշտ այդպես են։ Այո։ Եվ ձայնը բնականաբար մեծ ազդեցություն է ունենում նաեւ ֆիզիկական տեսանկյունից, ինչու որովհետև մոր ձայնը դառնում է երեխայի ձայնի կերտման ճանապարհը հիմնական։ Այսինքն երեխան երբ լսում է, թե մայրը ինչպես է խոսում, հենց այդպես էլ ինքը սկսում է ընդօրինակել ձայնը։ Եվ ասեմ ավելին, քիչ առաջ ես ասացի, որ երբ մեր դիմացի մարդը խոսում է, երբ մենք լռում ենք, միևնույնն է մեր կոկորդը սկսում է ձևավորվել հենց այդպիսի ձևով, հենց այդպիսի ձայնով, եւ թվում է թե մենք խոսում ենք տվյալ մարդու հետ։ Իսկ առավել եւս մայր-երեխա հարաբերություններում դա շատ ակնհայտ է երևում ուղղակի։ Ու ժամանակի ընթացքում նաեւ սկսեցի հասկանալ, որ իհարկե բառապաշարը, թողած ենթատեքստերը, բոլոր ծրագրերը տված, ամեն ինչ բառացիորեն մտապահվում, ամրապնդվում է գլխում ու հետո դա դառնում է կյանք, այսպես կոչված, հա։ Իր ներքին ձայնը։ Նաև, հա, որ շատ վախենալու է։ Շատ, որովհետև մոր ձայնով է խոսում մարդու հետ, կամ ծնողի ձայնով հաճախ հայրենելը շատ ազդեցիկ կերպար լինում ու տպավորություն թողնում երեխայի վրա, ծնողի ձայնով է խոսում ներքին եսը հաճախ մեզ հետ, եւ փնովում, եւ գովում, եւ անտեսում, գուցե, չգիտեմ, ներքին ձայնով շատ կարևոր եւ քննադատում, այո։ Մի դեպք կհիշեք, որ Դանիելը ինքն է ձեզ անդրադարձրել ու ասել. «Մամ, ինչու այդպես խոսեցիր, ինչու այդպես ասեցիր, ինչու այդ տոնով»։ Հա, շատ, վերջերս հատկապես։
Դե ինչքան մեծանում է, իհարկե այդքան ավելի վտանգավոր է դառնում հարաբերությունը։ Ես իհարկե շատ սիրով ունկնդրում եմ իրեն, որովհետև երբեմն ինձ թվում է, որ ինքը Աստծուց ուղարկված պահապան հրեշտակ է, որը շարունակաբար փորձում է ինձ օգնել, խորհուրդներ է տալիս, հրահանգներ է նույնիսկ երբեմն տալիս, եւ գուցե ես այդ պահին չեմ լսում, չեմ կենտրոնանում իր ասացի վրա եւ կյանքի չեմ կոչում իր տված խորհուրդը, բայց անպայման որոշ ժամանակ հետո ես հիշում եմ, ասում եմ, բայց ճիշտ էր Դանիել։ Ինչ տպավորիչ բան ասեցիք։ Համ տպավորիչ, համ վախենալու, համ հուզիչ, համ գեղեցիկ, ամենը մեկտեղ։ Ընդհանրապես ես կներեք ընդհատեցի, հավատում եմ, որ երեխաները երբ գալիս են այս աշխարհ ու հենց մեզ մոտ ու հենց իրենք, ինչ որ մի առաքելությամբ են, չէ՞, վերջերշով գալիս։ Ու մեզ ավելի լավն են դարձնում։ Հա, կա այդպիսի բան։ Գիտեք, հասցնում են մաքրագործման մի այնպիսի process-ի, որից դու այլևս չես կարող հրաշարվել։ Դու դառնում ես պարզապես այդ մաքրագործման process-ի առանցքը, կենտրոնը, եւ այդտեղից դուրս գալու ճանապարհ այլևս չկա, որովհետեւ կա Դանիելը վերջ, ինքը կա եւ ինքը քեզ անընդհատ տանում է այդ ճանապարհով։ Ու ոչ միայն իր հետ շփվելու առումով, ոչ թե ինքը պարտադրում է, որ իր հետ ինչ որ կոնկրետ ձևաչափով շփվես, այլ ինքը պարտադրում է, որ իր ընկերների հետ, աշխարհի հետ, մարդկության հետ, ավելի լայն է վերցրել հետ, հա, վայ, Աստված իմ մի 2 օր առաջ էր հենց գնացինք սպոսանքի, վերադառնալուց, ասեց մամարի նստարան կար այդտեղ, նստեցինք, բավականին երկար քշել էր այդ ինքնագլորը, սամակատ բառի հայերեն համարժեքն է։ Հոգնեց, ասեց մամարի նստենք, ասի նստենք, բալես, ու այսպես կիսապարկած դիրքով նստարանից դեպի երկինք ու ծառերն ենք դիտում։ Մեկ էլ սենց մտածեց, ինձ մամա, բայց տես Աստված Իդեպ ես իմ պատմությունների բաժնում էի դա տեղադրել, ասում եմ, տես մամ, Աստված ամեն ինչ այնքան սիրուն է ստեղծել, ոչ վատ հոտ է գալիս, ոչ կոշտ է, ամեն ինչ նուրբ է, ամեն ինչ սիրուն է, Աստված լավն է։ Իր ընկալումը Աստծո, աշխարհի եւ մարդկության մասին։ Այդ, չգիտեմ, ինձ համար մեծ բացահայտում էր հենց այդ պահին, որ այդ տարիքի երեխան կարող է Աստծուն եւ մարդուն այդ տեսանկյունից դիտարկել։ Ընկալել, նկատել առհասարակ, հետո ընկալել, գիտակցել, բարձրաձայնել, հա, բնորոշ չի իհարկե 9-ամյա տղաներին։ Ասում են, այս սերունդը ինչ որ շատ արտառոց է։ Ասում եմ, հա, ես էլ եմ հավատում, իրենք իրոք շատ ավելի բաց են աշխարհին, շատ ավելի շնորհակալ են, կարծում եմ շատ ավելի նրբանկատ են, ու մեզ էլ այդպեսին են դարձնում։ Մեզ են համենայնպես ես սովետի սերնդից եկածս ու հիմա այս երիտասարդները, հա։ Հիշեցնեմ, որ մեր ոդքասթը նկարահանում, պատրաստվում եւ առաջխաղացվում է Spin Ideas Agency-ում։ Spin-ը քաղաքի ամենամեծ ստուդիան է վիդեո կոնտենտ նկարելու համար։ Արդեն ունեն 20 տաղավար, դեռ ավելացնում են եւ հաստատ կգտնեք ձեզ անհրաժեշտ տարբերակը։ Պրոցեսը շատ պարզ է, գալիս եք մեկ անգամ նկարվում եւ վերջ մնացած ամեն ինչն անում են իրենք ու հրաշալի պրոդուկտը պատրաստ է։ Զանգեք, պատմեք ձեր ցանկությունների մասին, իրենք կիրականացնեն։ Մի բան էլ պատմեմ ներողություն։ Իհարկե։ Ուրեմն Դանիելը ընդհանրապես շատ շփվող է։ Իհարկե իմ դաստիարակության արդյունքն էլ է դա նաև, որովհետև ես չեմ կաշկանդել, չեմ ասել ես չի կարելի, չի կարելի սրա հետ մի խոսի, նրա հետ մի խոսի, բայց միևնույն ժամանակ ես զգում եմ, որ դա այսպես բնատուր տաղանդել եմ։ Օրինակ, ես իրեն երբեք չեմ ասել, որ փողոցում քայլելիս անծանոթ մարդկանց կարելի է ուղղակի ողջունել։ Ինքը ունի այդ սովորությունը, անգամ ոստիկաններին պարտադիր պայման է բարևելը ձեռքով ու բարև աղբերս։ Եվ ինչ ռեակցիա են տալիս միշտ դրական։ Ինչ լավ է։ Ես հպարտանում եմ իրենով անկեղծ, գիտեմ, երբեմն մի քիչ տարօրինակ է ոստիկանների համար, բայց ես հպարտում եմ իրենով։ Թող նրանք էլ ժպտան, մի քիչ ավելի բաց լինեն։ Մեր հանրության ստեղծել, շատ լավ է։ Անի կերպարը հանրային եւ Անի մայրը տարբեր են։ Իհարկե։ Դե պատմեք գաղտնիքները։ Օ, ես որպես մայր։ Անին տան, Անին դրսում, Անին Դանիելի հետ, Անին հանրային վայրերում կիսաօտար մարդկանց հետ։ Ես որպես Անի այդքան տարբեր չեմ տանը եւ դրսում իհարկե, բայց Դանիելի հետ իբրև մայր այդ մի ուրիշ պաշտոն է։ Մի քիչ դժվար, չափից դուրս էմոցիոնալ, երբեմն ինքս ինձ կորցնելով, ինքս ինձ վերագտնելով,
ինքս ինձ նորովի բացահայտելով, ճանաչելով, իհարկե անընդհատ Դանիելի միջոցով, Դանիելի հետ, Դանիելի համար, բայց միևնույն ժամանակ լավագույնն է, որ ինձ տալիս է այդ պաշտոնը հենց։ Այդտեղ եմ ես ինձ ճիշտ ձևով գտնում, ճիշտ ձևով բացահայտում, դաստիարակում նաև եւ որպես մայր, եւ որպես մարդ, բայց այնքան բարդ ճանապարհ է այդ ծնողական ճանապարհը։ Ես գիտեմ Բարդ է եղել ձեզանի։ Շատ, չեմ ուզում ավելորդ այսպես չափազանցնել, բայց վստահ եմ բոլոր ծնողները հիմա ինձ լսելիս հաստատ համաձայնելու են թեկուզ հոգու խորքում, որ շատ բարդ է իրականում։ Ես իհարկե երկրորդ, երրորդ բալիկների հետ չգիտեմ դա ինչպես է լինում, բայց գոնե իմ պարագայում Դանիելի հետ ոչ թե բարդ է եղել վատ տեսանկյունից, այլ բարդ է եղել ախր բոլոր տեսանկյուններից լավ չէ, իսկապես բոլոր տեսանկյուններից բարդ է եղել։ Այսինքն հիմա որ հետ եք նայում, եկեք այսպես, Դանիելը ամեն դեպքում 9 տարեկան է։ Այո։ Հիմա որ հետ եք նայում, իրոք բարդ է եղել, թե մեզ այն ժամանակ այդպես թվացել։ Նախ խնդիր կա այսպիսի, որ մեզ երեխայի ծնվելուց առաջ չեն տալիս ինչ որ հստակ գիտելիք։ Չկա։ Դա ընտանիքներում էլ չկա, ցավոք սրտի, դա ծնող մայր երեխա հարաբերություններում էլ չկա, մայր աղջիկ էս պարագայում։ Չնայած իմ մաման հա ինչ որ իմաստներով ժամանակ առ ժամանակ եղել են այդպիսի բաներ, պատմություններ, որ պատմել ես այսպես, բան, հետո ես իմ մորաքրոջ ձակուկներին միշտ գնացել պահել եմ, չեմ ուզում արդարացնել, բայց ինչ կա, այդ եմ ուզում ներկայացնել հենց, եւ քիչ թե շատ ես տեղյակ էի, բայց այն խորքային բաներ կան, որ մենք իսկապես պատրաստ չենք լինում։ Իսկ դա հնարավոր է փոխանցել անի։ Օրինակ եթե ինչ որ մեկը ձեզ նստածներ ասեր, դե հիմա եք սովորեք կամ պատկերացրեք ինչպես է դա լինելու, հա։ Հիմա այդպիսի դպրոցներ էլ կան, չէ՞, հիմա կան այդպես ինչ չգիտեմ ինչ էլ կոչվում կոնկրետ, այս վերջերս գովազդը հենց բերեց, չգիտեմ ինչի ինձ այդ գովազդներ բերել բոժում սրույցից առաջ։ Մի խոսքով պետք է համենայն դեպս պատրաստվել այդ process-ին։ Բայց դա մի գիտելիք չի, որ ախր պիտի ընկնես թաթախվես, մեջը լինես, որ ստանաս։ Էմպիրիկ գիտելիք չի դա։ Դա հնարավոր է գրքերով տալ։ Չէ, տեսական իմաստով իհարկե ոչ, բայց ինչ որ բաներ կան ամեն դեպքում, որ պետք է փոխանցվի, պատրաստվի եւ հոգեպես, եւ մտքով, եւ գիտելիքի pašարի տեսանկյունից, հա, պետք է պատրաստել։ Գոնե մայր ծնողին պետք է պատրաստել դրան, թե հայր ծնողին էլ հիմա չեմ ուզում անդրադառնալ ուղղակի հայր ծնողին։ Բայց մայր ծնողին հաստատ պետք է պատրաստել, էլի, չգիտեմ, այդպես կարելի է ասել։ Ինչն է ձեզ պակասել։ Օրինակ, ինչն է, որ այսքան պատմեցիք, ներկայացրեցիք, այդ ինչն է ձեզ չի հերիքել։ Այդ մի գիտելիքը կամ այդ 2 կամ 3, չգիտեմ, տեսակի հմտությունները, գիտելիքները ձեզ շատ պակասել են սկզբում, որովհետև եթե ունենայիք, դժվար չէր լինի այդքան։ Հաստատ։ Ասեմ, հետ ծննդաբերական այդ դեպրեսիան ես շատ ծանր եմ տարել, մինչև այս վերջերս անընդհատ ասում եմ, ես դեռ չեմ ձերբազատվել նրանից։ Նրանով արդարացում էին բոլոր թերությունները, բայց տեսեք մի այսպիսի բան կա, երբ կինը հղի է, ինքը ամբողջությամբ այդ process-ի մեջ է եւ իրեն թվում է ինքը ծննդաբերությունից հետո թռնելու է, հա, շատ ավելի երջանիկ է լինելու, կյանքն ավելի կատարյալ է լինելու, ինչ որ խեղված պատկերացում է իրականության նկատմամբ եւ ցավոք սրտի որևէ մեկը այդ հորմոնալ խայտառակ վիճակում քեզ չի նստեցնում սթափվելու կոչ անի եւ ասի, գիտես, երեխայի ծննդից հետո մի փոքր դժվար է լինելու։ Չոսի դժվար, մի փոքր դժվար։ Գոնե այդ վարդագույն ակնոցները հանի էլի։ Հա, ես չեմ ունեցել այդպիսի մեկին համենայն դեպս, ու երբ ձակուկս ծնվեց, ես իհարկե աշխարհի ամենաերջանիկ կինն եմ, մայրն եմ, մարդն եմ, որ ունեմ Դանիել, ծնված պահից սկսած, բայց միևնույն ժամանակ այդ դժվարությունները որտեվ այն անին էլ չկար, հին անին չկար, հղի անին չկար, ինչ որ մի նոր անի էր, մի նոր մարդ ենք ու կողքից էլ մեկ անընդհատ լաց է լինում ու կամ խորհուրդ են տալիս կամ օգնող չունես կամ բոլորը խորհուրդ են տալիս կամ ոչ մեկ ոչինչ չի ասում տալիս եւ ոչ ոք չի օգնում։ Հա ու դու այդ դերը ասում ես ես ով եմ, այդ հարցը հա բոլոր մայրերս տալիս ենք։ Ամենակարևոր խնդիրը որ դու քեզ այդ ընթացքում քեզ թվում է թե կորցնում ես, բայց միևնույն ժամանակ դու ունես եւս մեկին, որին պիտի օգնես, այսինքն այստեղ քո էներգիան պիտի կարողանաս բավարարեցնել երկուսի համար։
ու ցավոք սրտի հենց այստեղ այս վիճակին պատրաստ լինելուն է, հա, պետք է հղիության ընթացքում գնալ, ոչ թե ուղղակի այդ վարդագույն ակնոցներով ապրել ու սпасել, դա հեսա երախան կծնվի եւ ամեն ինչ հրաշալի լինի, ոչ հրաշալի չի լինի։ Ոչինչ չկա սկզբում, ցավոք սրտի սկզբում ես անձամբ 40 օր գիշերազգեստով եմ անցկացրել, չեմ հիշում ինչպես էի ընդունում, ցնցուղ ընդունում, որ պահին ով մտնում էր տուն, մայրս կամ ամուսինս, ես ասես հանձնում էի ու գնում մտնում անկողին, 40 օր հետո նոր ինչ որ գիտակցություններ են գալիս ու իրոք դրան պատրաստել է պետք։ Շոկային չլինելու համար առնվազն, հա, չգիտեմ, իրականությունը ասելու առանց պիտակավորման, սա լավ է, սա վատ է, սա ճիշտ է, սա չէ, այս sense է։ Ուզում եք ձեզ հետ երկար լինենք։ Մի պատասխանեք, գիտենք, որ այո։ Եվ այսուհետ դուք անձամբ կարող եք դրան օգնել միանալով մեր Patreon-ին։ Patreon-ում ընտրում եք ամսական նվիրատվության չափը սկսած $5-ից, իսկ մենք դրա դիմաց ձեր անունը ամեն անգամ շնորհակալությամբ կարդում ենք, հավելյալ նյութեր ենք տեղադրում ձեզ համար, միայն ձեզ համար, ընտիր գրքեր ենք նվիրում, մեր տաղավար ենք հրավիրում այստեղ եւ ուղղակի սկսում ենք ավելի մտերմանալ կամ ընկերություն անել անգամ։ Patreon-ի հղումը կտեսնեք ստորև, QR-ը այստեղ եւ եկեք միասին մեծացնենք Հայաստանի գիտակից եւ դրական ծնողների համայնքը։ Եվ ամենացավալին այստեղ գիտեք որն է, ես իհարկե Փառք Աստծուն հրաշալի ծնողներ ունեմ եւ այդ ընթացքում Դանիելիս հայրիկն էլ քիչ թե շատ ինձ օգնել է։ Այդ տեսանկյունից չեմ ուզում բողոքել, բայց երբ հատկապես սկսում են մորից ավելին պահանջել հենց այդ ժամանակահատվածում, առանց գիտակցելու, թե մայրը հոգեբանական ինչ վիճակում է գտնվում, այդ գիտակցության պակասը, այդ գիտելիքի պակասը շատ ավելի վատ։ Ախր մայրն էլ չգիտե ինքը ինչ վիճակում է, չէ՞ որ մենք խոսեցինք, որ մայրն ինքը չգիտի, ինքը չի հասկանում ինչ է կատարվում ու չի կարող սահմաններ գծել, ասել մեկ վարքյան, ստոպ, ինձան այդ անգամ մենք հիմա այսպես գրագետ, այսպես կարդացած, կիրթ, այս ժամանակակից բոլոր այդ հովերով տարված, որ սահման դնել է պետք է եւ այլն, սա ոչ ասելը ճիշտ է կամ առնվազն թույլատրելի է, հա։ Գալիս է պահին մենք էլ չգիտենք ով ենք, ինչ ենք ուզում, որտեղ է այդ սահմանը, որ թույլ չտանք դիմացինը հատի, թույլ չտանք այդ ակնկալիքները մեզ իսկապես շատ ճնշեն, ու դες մի հատ խառը սումբուր, ինչ որ անհասկանալի փուլ է, չգիտեմ, հավանաբար իրոք 4-րդ երեխայից ժամանակ նոր քիչ թե շատ մարդիկ կողնորոշվում են, ինչ է կատարում։ Համենայնիվ ես երկուսին էլ շատ ծանր եմ մեծացրել այդ ձեր ասած այդ փուլը, ըստ որում մեծ ինտերվալով, 7 տարի ինտերվալով, ինտերվալ հայերենը ինտերվալով միջակայքով ժամանակահատվածը։ Ես մի հատ անդրադառնամ։ Հա, ես սպասում եմ անհամբեր։ Ուրեմն Գովազդային ընդմիջում։ Այո։ Իմ սիրելի գիրքն է սա իհարկե նոր տարբերակն է Աննա ջան, սա սիրով ձեզ եմ վերել։ Շնորհակալ եմ Անի ջան, մեծ ուրախությամբ ընդունում եմ եւ աղջիկներիս հետ կընթերցեմ։ Շատ հաճելի է։ Նախ նշեմ, որ սա երկրորդ տարբերակն է, ավելի բարակ, թեթև, փոքրիկ, գրպանի, պայուսակի, այդպես մեջը, ինչպես գիտեք, բոլորոտար եւ աղավաղված բառերն են, համենայն դեպս մեր ժամանակին բնորոշ, որովհետեւ բոլոր ժամանակներին բնորոշ օտար եւ աղավաղված բառերը հնարավոր չէ ընդգրկել մի գրքում։ Այս լեզուն է շատ ճկուն է, պետք էլ չի։ Իհարկե։ Մի 10 տարուց նորը ինչ 10 անգամ գուցե ավել 2-3 տարուց մի նոր հայի բառերը։ Շնորհակալ եմ շատ։ Այս գրքում կգտնեք ձեր ասած բառերի հայերեն համոզմունքները։ Այո, փորձեմ, չեմ հիշում իհարկե։ Պետք էլ չի։ Մենք ունենք արդեն մեր գրպանում։ Այո։ Եվ այդ ինտերվալն անգամ, այդ միջակայքն անգամ ինձ չօգնեց, որպեսզի ես ավելի հանգիստ լինեմ, ինչ որ չափով հանգիստ էի, որտեվ գիտեի գլխից գալիք ասում, բայց միևնույնն է, մի փուլ կա, որ մի տարին առնվազն, որ տարին դրանից խեղդվում ես, ասում ես մայրություն հերիք է, վերջ, որ մայրությանս իմ պաշարը լրացավ ու կամ աշխատանք, կամ չգիտեմ, ինչ որ հոբի, կամ հետաքրքրություն, կամ ուղղակի ինչ որ մի բանի փոփոխություն մարդու հոգին պահանջում է, որտեվ մարդը միևնույնն է անհատ է։ Ես հիշում եմ, որ Դանիելս ծնվեց, Երկիր մեդիայում էի այդ ժամանակ աշխատում, լրատվական մեկնաբան էի արդեն ու դեկրետ որ գնացի, դե մտածում էի գոնե տարի ու կես կմնամ ձագուկիս պահելու, ուրեմն 6 ամիսը լրացավ, ես միանգամից գնացել եմ աշխատելու առանց մտածելու, որովհետև ես հասկանում եմ, որ այլևս ուրիշ տարբերակ չկա։ Չեմ ուզում ասել ինքս ինձ փրկելու, որովհետև այդպես գուցե Դանիելի նկատմամբ մի փոքր գրելիք եւ արդար հնչի, բայց միևնույն ժամանակ նաեւ ինքս ինձ փրկելու, ուրիշ տարբերակ չկար ուղղակի։ Ես այդպես մի տարի ձգեցի։ Ու մի տարուց փախա, այո։ Ահագին ձգել եք։ Շատ։
Երբ ասեցիք, որ Դանիելին ունենալուց հետո կես տարի հետո կարելի ասել վերադարձակ լավ էսպես չեզոք բառ ընտրենք աշխատանքի։ Կյանքի ռիթմը ընդհանրապես երեխաների գալով ինչով է փոխվում։ Արագանում է ավելի կամ հակառակ դանդաղում է, փոխվում են զուգահեռ ինչ որ կյանքեր են ստեղծվում, թե այդ ամեն ինչը հնարավոր է ի վերջո միաձուլել, անկամ եթե իմ կամ ձեզ մոտ չի ստացվել, բայց հնարավոր է դա միաձուլել։ Ինչ է տեղի ունենում մոր կամ ծնողի ռիթմի հետ, կյանքի տևողության չասեմ, բայց արագության հետ։ Էլի բարդ հարց եք տալիս։ Ձեզ մոտ ոնց է։ Երևի բոլորը մեկում եւ դրանք դառնում են զուգահեռ կյանքեր եւ պիտի փորձես ամբողջը համակցել մեկ ինչ որ ամբողջական փաթեթի մեջ։ Բայց միևնույն ժամանակ կամք ու համառություն է պահանջվում, աննկարագրելի ուղղակի եւ ուրիշ տարբերակ չկա, հանձնվել հնարավոր չէ, որտեղ դու հասկանում ես, որ վերջ արդեն ընտրել ես այդ ճանապարհը ու պիտի քայլես, ուրիշ տարբերակ չկա, հետ գնալ չես կարող։ Միայն առաջ։ Եվ երևի դա նաև աճելու հնարավորություն է։ Աննա ջան, հաստատ աճելու հնարավորություն է, որովհետև հենց այդպիսի բարդ փուլերում է մարդը սկսում ընդհարցակվել, հա, ավելի ծավալվել այսպես։ Ու շատ մայր ծնողներ հենց այդ этаպում լուրջ այսպես թրիչքային հաջողությունների են հասնում։ Գուցե նաև հենց այդ երեխայի ծնունդը եւ այդ ծնունդի նկատմամբ, այդ երեխայի նկատմամբ պատասխանատվությունն է դրթում դրան, որ դու այսուհետ ավելին պիտի անես հանուն այդ երեխայի, ավելին պիտի լինես հանուն այդ երեխայի եւ այսպես շարունակ, հա, շատ բաներ կան ու երևի մեծ հաշվով պետք է շնորհակալ լինենք այն երեխաներին, որ ծնվում են ու մեզ օգնում են այդ դժվարությունները հաղթահարել։ Հաստատ, այ ավելինը սիրուն էր, որ կետում էլ որ կայինք, այլևս այդ կետին հետ չեն գնալու, իսկ ցանկացած փոփոխություն միշտ աճի հնարավորություն է։ Ես հիշում եմ, որ ծնարանում են վերջի պահերն էր, ասես կարող եմ գնալ տուն, հետ եմ ուզում եմ, չգիտեմ, վերադառնալ այն կետին, որից ես առավոտյան եկա հիվանդանոց, որ ասացիք, այդ անմիջապես մտքիս եկավ, այդ հետարցի ճանապարհը չկա։ Ու այդպես հա, պետք է իհարկե ուժեղ լինել։ Կհիշեք մի դրվագ, մի հիշողություն, մի դեպք, ոչ մի մեծ բան, բայց մայրությունից մի այնպիսի բան, որ եթե ես ձեզ հարցնեի ինչ է մայրությունը, դուք հենց այդ դրվագը կպատմեիք։ Վայ, աշխարհի ամենամեծ երջանկությունը, ինչքան էլ մենք հիմա դժվարություններից խոսեցինք, մի փոքր դեպրեսիվ էս կողմենքում, բայց միևնույնն է աշխարհի ամենամեծ երջանկությունն է, ամենակարևոր պաշտոնը։ Հենց այն պահին, երբ ձագուկը ծնվում է եւ այդ առաջին ճիչը, ձայնը, շունչը լսում ես, վերջ բավական է։ Աշխարհը գլխի վեր շուռ է գալիս, ամեն ինչ մի կողմ ու ձագուկը մի կողմ։ Վերջ։ Այդտեղ դուրի փոխվում է կյանքը։ Պապաների համար այդպես չէ թերևս։ Չէ, ու բնությունն է այդպես արել, իրենք էլ մեղավոր չեն, այցել ռամսնոս ասում, ինչ մեղք եք ասում, ինչ ասում, ոչ հղիանում եք, ոչ ծննդաբերում եք։ Այդ արտակարգ պահերը, այդ աննկարագրելի պահերը իրենց բոլոր լավ ու վատ իմաստներով չեք ապրում, լավ Ինչ չեք անում։ Իսկապես։ Երեխայի հետ այդ կապը, չգիտեմ, էլի, մի քիչ քննադատենք։ Հա, այո։ Չփնովենք, Աստված է այդպես ստեղծել։ Բայց գոնե իրենք պետք է մի փոքր ավելի գիտակից լինեն այդ ժամանակահատվածում ամենայն դեպս, երբ կինը նոր է երեխան ծննդաբերում, ունենում, լույս աշխարհ բերում ու աջակից լինեն, թևթիկունք լինեն բոլոր տեսանկյուններից եւ հոգեվոր եւ մտավոր նաեւ չծանրաբեռնեն, անընդհատ չպահանջեն, չբողոքեն, տան մաքրությունից չբողոքեն, չեփված ճաշից չբողոքեն, ուղղակի աջակից լինեն, բառիս ամենալայն իմաստով, թերևս լավագույն օգնությունը, սիրո մեծագույն դրսևորումը ամուսինների միջև, տղամարդու սիրո մեծագույն դրսևորումը կնոջ նկատմամբ հենց այդ ժամանակ հենց այդպիսով պետք է երևա, վերջ, այլևս ոչինչ պետք չէ սերը ապացուցելու համար, դրանից առաջ, դրանից հետո, ինչ ուզում եք արեք, դիեզերքներ շրջեք, չգիտեմ, աստղեր իջեցրեք երկնքից, ոչինչ չի փոխվում, հենց այդ պահին է պետք ամենախոցելի ու ամենանուրբ պահն է իսկապես։ Երբ դիմել հոգեբանի։ Եթե զգում եք տրամադրության կտրուկ փոփոխություններ, հուզական եք ու լարված, անհասկանալի անհանգստության զգացումներ եք ունենում, չկա որևէ բան անելու մոտիվացիա ու ցանկություն, չեք սիրում կամ ընդունում ձեզ, կամ եթե ձեր գործընկերների, կնոջ, ամուսնու, ծնողների, երեխաների հետ հարաբերությունները հարթ չեն, ապա գտեք ձեր հոգեբանին եւ դիմեք օգնության։ Հոգեբանը հենց այն մասնագետն է, ով տարիներով սովորել է լսել
չքննադատել, օգնել, ուղղորդել։ Libra հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներին կարող եք ծանոթանալ librasai.am կայքում։ Նրանք պրոֆեսիոնալներ են, ովքեր ամեն օր օգնում են ձեզ պես մարդկանց լինել հոգեպես ավելի առողջ։ Կոնտակտները էկրանին։ Աջակից բառը ասեցիք, աչին կից, կա այդպիսի բան, աջ ակից, աջ ձեռքից կից, այսինքն ինձ ընկեր, չէ։ Դե ես ասել եմ, նախապես կշացրեմ, որ ընթացքում սա լինելու է։ Երևի ավելի Դժվար աջակցություն, աչին կծված լինել։ Մի խոսքով ստուգաբանության հետ կապված պետք է հետ գնալ բան կա այդտեղ, հիմա ասեցիք, ես էլ ընկա մտքերի մեջ։ Հենց ասեցիք աջակից լինել, ասենք մի քիչ դանդաղ բառը արտաբերեցիք, ասի, աջ իմ աչին կից, ինձ կից, կողքս, աջ ձեռքից կից, չգիտեմ, աջ կողմից կից։ Հետաքրքիր բան է, տարբերակ էր։ Հիշեցի, որ մեկ անգամ հիմարություն ունեցա, արդեն առաջնակը ծնված էր, նստել ամերիկանսկի գորգի, չգիտեմ հայերեն ինչ են ասում, սարսափ էր, ես էլ երբեք դա չեմ անի, ես չեմ սիրում տենց էքստրեմալ բաներ։ Ուրեմն կադրերը այսպես հերթով, այն որ ֆիլմերում պատմում են, չէ՞, այս հերթով կադրերը գալիս են, չգիտես, բարի բուն իմաստով, ես հրաժեշտ էի տվել կյանքիս այդ մի քանի վայրկյանում, հա։ Ու կադրերն այսպես հերթով գալիս էին աչքիս առաջ։ Ու այն որ արանք ամեն երկրորդ կադրը այդ աղջկա սնունդներ ու այն պահը, որ իրեն դրեցին դոշիս։ Այսինքն այն հատվածը, այն պահը, որ կրծքիս իրեն դրեցին, ես դա ամեն երկրորդ կադրը դա էր։ Ու ես հասկացա, որ այ դրա համար եմ ես լույս աշխարհ եկել, հավանաբար, դա իմ առաքելությունն է ու դա նորմալ է, ու դա շատ-շատ գեղեցիկ առաքելություն։ Հա, հաստատ։ Դերևս ամենակարևորը կնոջ համար, որ գուցե ժամանակի ընթացքում ենք ավելի հասկանում այդ պահին ինչքան էլ մենք էմոցիոնալ, հա, այսպես երջանիկ ենք, բայց մեկ է այդ պահին ամբողջական պատկերը չկա, ամբողջական էմոցիոնալ այդ գունապնակը, ներկապնակը չկա։ Հետո ժամանակի ընթացքում գալիս է եւ երեխան ինչքան մեծանում է, այդքան համել դու սկսում ես հպարտանալ, որ էսի մելքին է։ Ես եմ ստեղծել։ Նայում եմ մեկ աղջիկներից ինձանից բոյ ասում, ես եմ ամուսնուս ասես մենք ենք արել, այդ ֆոնս ասենք։ Հրաշալի զգացում է փոքրից, այո, այդ փոքր այդ դառնում քեզանից բոյով, չգիտեմ, ծյոծյաներ կարելի ասել։ Ինչպես եք սերը արտահայտում Անիտանը։ Դանիելի նկատմամբ։ Գրկախառնություններով, խոսքերով, ինչով։ Ամեն հնարավոր տարբերակով։ Ես քեզ սիրում եմ ից սկսած, որ անդադար հնչում է եւ իմ կողմից եւ իր կողմից։ Պատեհ հարիթներով, բոլորովին կապ չունի։ Գրկվելով, պաճպճվելով, թուշիկ, ոդկ, քիթ, բերան, ամեն ինչ, երբեմն ինձ ասում են, դե այդքան երախոն չի կարելի պաճել, այ մարդ կարելի է պաճեք։ Հա, ասում է, բանի չէ, շատ սիրուց դեռ ոչ մեկ չի վնասել, ոչ մի վնաս չի եղել դեռ։ Չկա մի դեպք պատմության մեջ, որ շատ սիրելուց երեխային դու վնասես կյանքում։ Հաստատ։ Սովետի ընթացքում է այդպիսի բան ընդունված եղել, ասում են, երեխաներին պաճել չի կարելի։ Մամաս ինձ միշտ ասում է, մամ, դուք մեզ երևի քիչ եք սիրել։ Բալես այն ժամանակ ասում են երեխաներին պաճել չի կարելի։ Մամա ջան, երեխան ոչ չպաճես։ Չէ, երևի ինչ որ հիգիենիկ պատճառներով, թե ինչ որ երես չտան։ Բացարձակ որ երես չտան։ Դուք երես տալիս եք Դանիել։ Շատ, իհարկե։ Իրեն ամեն ինչ կարելի է։ Ամեն ինչ, բայց մի կարմիր գիծ կա, որտեղ հենց ինքը հասնում է, ես շատ կտրուկ եմ արդեն սկսում վերաբերվել իրեն եւ ինքը միանգամից հասկանում է, որ այստեղ արդեն հատեց գիծը, այնտեղ արդեն հատեց գիծը, բայց վերջերս արդեն նկատել եմ, որ իր մոտ կարծես ձևավորվել է այդ կարմիր գծի զգացումը եւ ամեն ինչ չի, որ արդեն ինքը ուզում ու անում է։ Սկսում եմ մտածել, մի քիչ գցել բռնել, հետո տղայական բաները մոտ արդեն սկսվել շատ այդպես խորքային։ Ինքն էլ շախմատ շատ սիրում է խաղալ, շատ հետաքրքրված է ու դասերի ենք հիմա գնում արդեն այդպես աշխատում է ինքը բան լուրջ տղա էլի ջաջա է։ Կյանքին էլ արդեն այդպես այդ տեսանկյունից վերաբերվում եւ ինձ շատ դուր է գալիս դա։ Մտածում, հեռատեսորեն վերլուծում, գիտակցում, հասկանում, հետո սկսում է ինձ խորհուրդ տալ, Տեր Աստված։ Ընդունում եք անի։ Իհարկե։
Ես Թե ասում եք ասացի, մի հատ մեծացի հետո կխոսենք, չեմ, հա։ Երբեմն, բայց Արժեզրկում եք, էլի դե խորհուրդները։ հենց հետ է, էլի որ ես չեմ ուզում իրականում արժեզրկել, որովհետև դեռ փոքր տարիքից ես միշտ իրեն ասել եմ, բալես քո խոսքը շատ կարևոր է։ Քո խոսքը շատ կարևոր է եւ ինքը դա շատ լավ գիտի։ Իր բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսքը կարևոր է նախ իր համար եւ դրա համար ինքը խոսելուց առաջ մտածում է։ Պատասխանատու է խոսքի համար։ Եվ բերանից դուրս եկած յուրաքանչյուր բառի համար ինքը պատասխանատու է։ Ու ինքը դա շատ լավ գիտի, դրա համար գուցե մի փոքր այսպես վախեցնող է, հիմա շատերը գուցե լսեն ասեն, հա դե լավ երեխա է, դե հիմա երեխա է, ամից այդ երեխան վերջիվերջո մեծ մարդ է դառնալու։ Եվ եթե փոքր տարիքից չես ներարկում իրեն այդ բնույթը, այդ ձևը, կյանքի նկատմամբ այդ վերաբերմունքը, ինքը ընթացքում մեծանալով շատ ավելի խորքային է կրելու այն ձևը, որը փոքր տարիքում ունեցել է։ Այսինքն, որ կարելի ասել ինչ ուզում ես, անել Երբ ուզում ես, երբ ուզում ես, որտեղ ուզում ես, ոնց ուզում ես, ում հետ ուզում ես։ Վերջ։ Դուք ասացիք, որ ամեն ինչ թույլ եք տալիս Դանիելին։ Բայց Դա կարմիր չի, գծերը- ասել ինչ ուզում եմ, Կարմիր անել ինչ։ գծերը պահպանում ենք։ Պարտադիր է։ Այսինքն ունեք հստակ գծած, այս սա կարելի է, Այո։ սա մտածելու, իսկ սա ոչ։ Այո, Շատ լավ մեթոդ է։ շատ հստակ։ Ամենագործող մեթոդ։ Օրինակ վերջերս մենք հայհոյելու հետ կապված երկար զրույց ենք ունեցել իրար հետ, որովհետև ինքը շատ լսում է, որ իր տարիքի տղաները հայհոյում են, ինքը իջնում է բակ հայհոյում են, դպրոցում հայհոյում են, կենտրոնում եւ այլն, բայց միևնույն ժամանակ ինքը չի արտասանում այդպիսի բառեր։ Գիտի իհարկե, բայց ինքը չի արտասանում այդպիսի Դուք այդտեղ անելիք ունեցել եք, արել եք ինչ որ բան է, Այո։ թե ինքն է որոշել դա։ Չէ, ես իհարկե, ես եմ այդ փորձել ներարկել կրկին իր մեջ, մենք ժամանակ առ ժամանակ խոսում էինք այդ ժամանակ դեռ փոքր տարիքից եւ ես իրեն ասում եմ, որ անգամ արա բառը չի կարելի գործածել։ Հետո երբ ինքը դրսում այդ բառը լսում էր, գալիս էր այսպես. «Մամա, ես իմ ինչի կասեց, արա»։ Ասեմ ոչինչ, բալես։ Ինքը թող ասի, դու մի ասա։ Այո։ Դու իմացիր, բայց մի գործածիր։ Դե իհարկե պետք եղած ժամանակ պիտի ասի էլ, այնպես չի որ ես փորձում եմ իրեն այդպես շատ փափուկ պահել բան, որովհետև տղամարդ է ի վերջո, եւ գուցե գա մի պահ, որ այո, պետք լինի նաեւ դա ասել, ինչու ոչ։ Հետո ինքը ես վերջերս ասում է, մամա, գիտես, մեկ այդ բառերը, որ այսպես ուզում եմ արտասանել, ինձ թվում է դա ինձ օգնում է հանգստանալ, բան, sense ինչ որ վերլուծություններ անում։ Հա, ես էլ մտածում եմ, դա հիմա երեխա է, եթե կգա մի պահ մոտը թող ասի եւ ինչ։ Հա սովորաբար ասում են, եթե բարկացած ես, ուզում ես հայոց, որտեվ կա մի տարիք, որ իրենց ահավոր հետաքրքիր է հայհոյախոսությունը, ահավոր իրենք ուզում են, հա, կա այդ տարիքը հստակ, ավելի փոքր քան 9, հավատացեք, իրենք ուզում են փորձարկել։ Լսում են, ուզում են իրենք էլ ասեն։ Գիտեն, որ այս տանը ընդուված չի, գիտեն, որ մայրիկը կծայրանա, բայց հենց sense մի հատ փորձ են անում։ Ես էլ եմ այդպես արել, 2 անգամ արել եմ։ Ասել եմ, հիմա գնում ես մտնում ես բաղնիկ, դուռը փակում ես, փայլուտեմ փորձարկում ես։ Մի հատ բարձր կարող ես ասել, մի հատ ցածր կարող ես ասել, ոնց ուզում ես ասա, բայց ես չպիտի լսեմ, դու փորձարկիր, ուղղակի մեջիցդ հանիր, ինչ որ մի մութ պարտադիր չի հավանաբար, լուր տեղ, հա, որ որևէ մեկը չլսի բացի քեզանից, տես ինչ է կատարվում հետդ։ Հələ մեկ փորձի հանգստացար։ Ուզեցար ասել, դա օգնեց, չօգնեց։ Դու սիրուն էիր հայելու մեջ, երբ այդ բառերն էիր օգտու, քեզ ընդունեցիր այդպիսին, երբ այդ բառերն էիր օգտագործում։ Քեզ դուր եկավ լսել այդ բառերը քո բերանից։ Հետո դուրս արի։ Փոքրս ուներ հա այդ խնդիրը, մի բա իրեն հետաքրիր տարբեր բառեր, ոչ հայհոյախոսություններ, այսինքն տարբեր վիրավորական բառեր, այսինքն մեկը մյուսին վիրավորում, այ դեբիլ, չգիտեմ, ինչ ինքը ուզում է ասել, մամա այդ բառը ոնց կարելի է ուրիշ ձև ասել, ասեմ դե սովորաբար չենք ասում ուրիշ ձև, գնա փորձարկի։ Բա կարող եմ գնալ ճճալ դե ասում, հա կարող ես գնալ բաղնիկում փակել, ճճալ այդ բառը։ Ու այդպես անցավ գնաց, գոնե չարկելեցի, հուսով եմ, որ ինքը բավարարվեց, իր եզրահանգումները, այսպես ասած, արեց ու անցավ առաջ։ Դանիելին խրախուսում եք ոգևորում, քաջալերում եւ ինչպես, այսա մի քիչ հետաքրքիր թեմա է այդ ինչպեսը։ Այս վերջերս զգում եմ, որ մի քիչ շատ եմ արդեն սկսել երես տալ անկեղծ, այս խոստովանությունը որպես Այդ էլ պատմեք, օրինակ ինչից հասկացաք, որ պահին հասկացաք, որ այսա չափից շատ էր, ինչ տեղի ունեցավ ձեր գիտակցության մեջ կամ իր արձագանքի մեջ։ Նախ ինչ ուզում է անում եմ։ Քանի որ ես իմ իր տարիքում շատ բաներ չեմ ունեցել, երևի
այդպես շատ կաղապարված, սահմանափակ, ինչ որ Դե դառներ այդպեսին, չէ՞։ հա, ժամանակաշրջան է իհարկե եղել այդպեսին, ես որևէ մեկին չեմ մեղադրում դրա համար, առավել եւս ծնողներիս։ Բայց ոնց որ այդ բացերը հետաքրքիր է, ես տարբեր տեղեր դա լսել եմ, կարդացել եմ, բայց հիմա ես ին վրա եմ դա տեսնում։ Ես հիմա այդ բոլոր բացերը փորձում եմ լրացնել իր հետ եւ իր միջոցով։ Եվ հետո ես եկավ մի պահ, որ հասկացա, արդեն շատ է ստացվում, որովհետև մենք այս վերջերս մաքրություն արեցինք տանը եւ մի մեծ պարկով, խաղալիք, կոտրված, ջարդված, անփույթ վերաբերված, Քանական միջապես երևաց, չէ։ Ուղղակի տարանք աղբը գցեցինք եւ հաջորդիվ ինքը նորից նույն հրացանից ուզեց, ինքը նորից նույն պուլտով մեքենայից, վահանակով մեքենայից ուզեց եւ այդ տեսակ շատ բաներ ու դա շարունակական process է։ Եվ ես հասկանում եմ, որ արդեն շատ է էլի։ Անի, բայց գուցե իրենք մեղավոր չեն, իրենք այդ դարում են այդ ծնվել։ Եթե մեր ժամանակ մի նորմալ տիկնիկը Գերմանիայից էր գալիս, այդ կոչվում էր գերմանական տիկնիկ, դա մեկ ուրիշ բրենդ էր, էլի։ Եվ անգամ այստեղի մեր սակավ խանութներից, սակավ ընտրությունից, երբ ունենում էինք մի խաղալիք մանկության, մենք փայփայում էինք, որտեվ երկրորդը չկար։ Հիմա պատկերացրեք, այս երեխաները ծնվել են մի աշխարհում, որտեղ ամեն ինչ արժեզրկված է։ Ամեն ինչ հասանելի է, ամեն ինչ ունի մատչելի գին, ամեն ինչ աչքի տարած է, դե մենք էլ անկախ նրանից ունեցել ենք թե չէ, այնքան բնական է, որ ես ամեն ինչ անես իր համար։ Ու ես էլ ունեմ այդ խնդիրը, հասել եմ մի կետի, որ ես հանկարծ այնօր հասկանում, ասեմ, ահա, ուրեմն հենց այսքան նեղություն է կյանքում լինում, դուք պատրաստ չեք ընդունել։ Որովհետև չեք տեսել այդ նեղությունը։ Մի կողմից փառք Աստծո, որ չեք տեսել։ Ինչ երջանիկ եմ, Տեր, ինչքան ես ինձ սիրել, որ մենք նեղություն չենք տեսել, որ ես կարողացել եմ հասցնել երեխաներիս տալ այն ինչ ես ուզում էի։ Բայց մյուս կողմից մի հանգրվանի ենք հասել, որ չնչին սրտնեղությունից աշխարհի վերջ այդպես բան չէ, մի րոպե, այս ինչ աղբը չեմ թափի, աղբից հոտ է գալիս է, հա։ Այդ աղբը դու էլ ես չէ գոյացրել, ինչու ես այդ հոտից չպիտի նեղվեմ ինչ որ պատճառով, իսկ դու պիտի նեղվես, տարթփիր։ Կամ չգիտեմ, մենք շուն ունենք, հա, շունը վիրահատեցինք անցյալ օրը, հետ է տվել։ Ինչ անում, մաքրի։ Ոնց, ասեմ, ձեռնոցը հագիր, մաքրիր։ Այ երբ իրենք ինձ թվում է, ու ես մի կողմից նեղվում եմ, որ ինչու այդպես, մի կողմից ասեմ, գուցե իրենք զոհն են այս իրավիճակի։ Եվ ոչ թե մեղավորը։ Ես չեմ մեղադրում, բնավ Դանիելիս հատկապես չեմ ուզում մեղադրել, բայց նույնիսկ ավելի շատ իմ մեջ եմ մեղավորությունը փնտրում, բայց միևնույն ժամանակ արդեն եկել եմ այդ գիտակցության, որ ամեն ինչ մի քիչ շատ է արդեն եւ հիմա ինքը քանի որ գնալով մեծանում է եւ իր համար անհնարին ոչինչ չկա, իմ միջոցով անհնարին ոչինչ չկա այս աշխարհում, հիմա ինքը սկսել է ավելի շատ ուզել, ավելի մեծ ուզել, ավելի այսպես, այսինքն իր պահանջները մեծանում են, բառից իմաստով պահանջները, հետեւաբար ես էլ պետք է ընդարձակվեմ, ես էլ ծավալվեմ, հա, ես իմ հնարավորություններով հանդերձ, ու արդեն ինչ որ բախումներ են սկսվել։ Հիմա այս ընթացքում ես կծավալվեմ, թե ինքը մի քիչ կսեղմի իր հնարավորությունները, մի խոսքով պիտի բալանսի գանք։ Բայց համենայն դեպս դա խնդիր է։ Այդ անընդհատ տալը, անընդհատ իր ուզածը անելը, երբեմն իսկապես դա խնդիր է դառնում, էլի։ Հավանաբար պիտի իրենք էլ հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ այսպես չի լինում։ Ախր այդպես իրոք էլի նորից գալիս եմ նույն մտքին, այդ են տեսել, բայց գուցե գալիս է ինչ որ տարիք։ Ոչ թե որովհետև մենք չենք կարող այլևս 9-10 տարեկանից հետո այդ մեծացող պահանջները բավարարվել, որ ուզենք հավանաբար մեջներիցս ասում ամեն ինչ կհանենք, վերջինը կտանք, կկիսվենք ու կանենք, բայց հավանաբար պետք էլ չի։ Ու մի կողմից ստացվում է արհեստական մի իրավիճակ, որը ասես չէ, Բալիկ ջան, այստեղ այս մեկը չէ, հետո ասես գիշեր, բայց ինչի հենց այդ մեկը չէ, ասեն կարող է մի ուրիշ բան չէ լինել։ Մի քիչ արհեստական է ստացվում, բայց մյուս կողմից հավանաբար այդ ես հիմա իմ 20-ամյա եւ 13-ամյա երեխաներից կասեմ, որ այդ ստոպը պետք է։ Հակառակ դեպքում արդեն մեծ տարիքում, երբ կյանքը ուզած չուզած բերելու է իրենց դեմ այդ ստոպը դնի, իրենք մեկ էլ հասկանան ոնց ամեն ինչ իմ ուզածով չէր այս կյանքում փաստորեն։ Այդ նեղությանը պատրաստ չեն։ Աննա ջան, տեսեք, ես անընդհատ մտածում եմ, արդյոք մայրը, հայրը
տանը ընտանիքում պետք է իրեն սովորեցնես, որ կյանքում կան բաներ, որոնց դու չես կարողանալու հասնել կամ մի քիչ դժվար է լինելու, խոչընդոտներ են լինելու, ոտքդ քարին է դիպչելու, թե մենք ամեն ինչ պետք է տանք, անենք, երես տանք մինչև վերջին խազը, չէ որ կյանքը ապտակներ հասցնելու է իրեն այնուամենայնիվ։ Պարադոքս է։ Պատասխան ունեք դուք։ Ես չունեմ այս հարցի պատասխանը։ Եկեք իրար հետ մի հատ փիլիսոփայենք։ Եկեք։ Ինձ թվում է նախ տունը ամեն հարցում ամենաապահով միջավայրը, որ երեխան ինչ-որ բան սովորի։ Լավ, վատ, հմտություն, գիտելիք, փորձարկում, սովորի ասել ոչ, սովորի որ իրեն ասեն ոչ, սովորի բղավել ու սովորի բարձր ձայնով արձագանք ստանալ, սովորի սահման դնել, փորձարկի այդ սահմանները, հա, ես մեկ ասեմ, մամա ինչ ասեմ, սա խափեմ, թե չխափեմ, հələ տեսնեմ խափեմ ինչ կլինի հետս, հələ մի հատ օրագիրս պահեմ չի մանա։ Տունը ամենաապահով վայրն է փորձարկումների, որ երբ որ մեծ աշխարհ դուրս գա ու այնտեղ ստիպված լինի մի բան թաքցնել, կոնը հետևանքների մասին պատկերացում ունենա։ Մյուս կողմից կյանքը միևնույն է ապտակելու է։ Ու հələ մի բան էլ մենք հատուկ, մտադրված, գիտակցաբար տանը դնենք ու ապտակենք, դե որովհետև այնտեղ պիտի պատրաստ լինես։ Էլի գալիս է նրան, որ ինչ որ բալանս գտնենք։ Այդ եմ ասում։ Այդ պարադոքսն է։ Ու արդյունքում չես հասկանում դու հիմա աճ գնաս թե ձախ։ Բալանսը։ Մի քիչ ամեն ինչից։ Բաներ, որոնք տանը առիթ էլ չենք ունենա սովորեցնելու, կյանքը դրսում կսովորեցնի։ Բնականաբար։ Եվ բաներ, որոնք անպայման առիթ կլինի, որ իրեն ընկերները ասեն ոչ, ես համաձայն չեմ, դու սխալ էիր, ինքնացի ոնց ես երբեք սխալ չեմ եղել տանը, չէ, այսինքն տանն էլ ասել, որ ոչ, այստեղ ստոպ։ Այստեղ ես կարծում եմ, որ դու սխալվում ես կամ այս մի բանը ցավոք չեմ կարող թույլ տալ։ Հասկանում եմ, որ ուզում ես, բայց չեմ կարող թույլ տալ։ Ու կյանքում էլ լինելու են իրավիճակներ, երբ դու այդ նույն բանը չես կարողանալու անել։ Դրա համար ավելի լավ է ոնց որ տանը փորձակից հիմա ես օրինակ փորձում եմ իր հետ հնարավորինս պրագմատիկ, ռեալիստական լինել, այսինքն հորինովի կյանք չեմ ստեղծում ես իր համար տանը ու այդպես ինքը փափուկ բամբակների մեջ չի ապրում, հա, որ դրսում հանկարծ ինչ որ բաներ տեսնի եւ անակնկալի կա, ոնց է, այսպեսի բաներ կա։ Բայց միևնույն ժամանակ մեկ այլի այդ խնդիրները կան էլի շարունակաբար անընդհատ այդ տվայտանքների մեջ ես դու տարատեսակ մտքեր են գալիս, ի վերջո երևի հենց դա է դաստիարակելու process-ը, որտեղ դու նաև ինքդ քեզ ես սկսում ճանաչել եւ առաջնահերթ ինքդ քեզ ես սկսում ճանաչել, որովհետեւ այստեղ դու ես տարբեր ճյուղեր, տարբերակներ, ճանապարհներ տեսնում, փնտրում, գտնում համքո մեջ, հետո դա այո փորձարկում ես երեխայի վրա եւ շատ իհարկելի գրահիկ է հնչում դա, բայց դա այդպես է ստացվում, դու սկսում ես ուզած փորձարկել, որովհետեւ դու հասկանում ես, որ ուզում ես իրեն վտանգներից հեռու պահել ամեն դեպքում, ամեն ինչ մենք 24/7 դա ենք ուզում էլի վտանգներից հեռու պահել։ Հետաքրքիր բան հիշեցի, մի հոգեբանի, ով էլի իմ հյուրն էր, մեր հոգեբաններից Լուսինե Աղաբեկյանին, մի անգամ հարցրեցի, ասեցի, տեսեք, Հայաստանում կամ ընդհանրապես ասիական երկրներում դու լավ էլ ասենք ամբողջ աշխարհում տղաներին արգելված է լացել, աղջիկներին արգելված է բարկանալ։ Այդպես աղջիկը պետք է լինի խելոքնազանդ պուպուշ, տղան պետք է լինի ամուր, տղա է, ինչքան լսած կլինեք, չէ, տղա է, միլացրի եւ այլն։ Ու ասի դուք ինչպես եք անում։ Այն ժամանակ դեռ 2, հիմա արդեն 3 որդիների մայր է, մասնակցությամբ հոգեբան, նաեւ մանկան հոգեբան։ Ասես ես շատ բարձ ասում եմ, որ լացելու մեջ վատ բան չկա, հույզերը արտահայտելու մեջ վատ բան չկա, դա նորմալ է, կա հույզ, պիտի ունենա ինչ որ արտահայտման առողջ մեթոդ, հա։ Դրանցից մեկը հուզվելն է, լացելն է։ Ֆիլմ ես դիտել, մուլտ ես դիտել կամ, չգիտեմ, նեղվել ես, նեղացել են, խփել են, նեղացրել են, խփել են եւ այլն։ Բայց ասում եմ, ես մի օր որդուս ասեցի, որ բայց իմացիր, որ տանը, մեր տան կարող ես, բայց իմացիր, որ երբ դուրս գաս, հնարավոր է, որ դու լացես, այսպիսի ռեակցիա լինի։ Տեսեք, ինչ այդ բալանսը որն է, հա, այսինքն դու ասում ես, այս միջավայրն ապահով է, կարող ես ցանկացած հույզ արտահայտել։ Բարկացած ես, բայց քրոջդ մի խփի, գնա բարձին խփիր։ Կամ խորշնչիր մինչև 10 հաշվիր, մեթոդ է, գործող մեթոդ։ Բայց իմացիր, որ եթե դու դուրսը այսենց բարկանաս, ոնց հիմա այստեղ բարկացար, ռեակցիան չի լինի նույնը ինչ որ այստեղ։ Հիմա եթե դու դուրսը լաց լինես, իսկ դու տղա ես, հասարակությունում դա այդքան ընդունված չի, կարող անկերները ծաղրեն։ Դու որոշիր ոնց անես։ Դու որոշիր որտեղ ինչքան հուզվես։ Իմացիր, որ այստեղ ապահով է, բայց դրսում գուցե չընդունեն։ Հետաքրքիր է մեթոդը։ Ինձ համար էլ է դա։ Հա, հետաքրքիր է։ Մտապահ եմ։ Մի սիրած խենթություն, որ անում եք Դանիելի հետ ու կարող եք ազատորեն, անկաշկանդ պատմել այդ մասին։ Ու ունեք արդյոք այդպիսի փոքրիկ կամ մեծ խենթություններ, որ միայն ձերն են, ձեր երկուսինը, ու դուք շատ սիրում եք դրանք։ Ունեք։ Շատ են իհարկե։ Հա։ Բայց մենք սիրում ենք, չգիտեմ, դա խենթություն կկոչվի թե ոչ, բայց մենք շատ սիրում ենք
Գիշերը քնելուց առաջ երկուսով պարկել մահճակալին եւ ոտքերը այդպես վերև դրած պատին բան ասել ալամ աշխարից։ Ախ, ինչ հավես։ Ինչ է տալիս դա ձեզ։ Շատ ենք սիրում զրուցել ընդհանրապես, Դանիելը շատ խոսկան է, շատ խոսենք, անընդհատ կարող է խոսել ամեն ինչից, պատմել, վերլուծել, քննարկել, քննադատել, գովել։ Մի խոսքով, չգիտեմ, այդ երևի բնույթով էլի ինձ է նման այս տեսանկյունից։ Բայց նաև ես զգում եմ, որ այդ խոսելու ընթացքում ինքը շատ հարցերի պատասխաններ է գտնում։ Օրինակ, ես հիշում եմ, որ իմ դասախոս Բախտամյանը Արթուր, երբ մենք սովորում էինք, ես որպես հաղորդավար թատերական ինստիտուտում եմ սովորել, մենք այնտեղ լրագրություն էինք ուսումնասիրում, միշտ այդ դասերին ասում էր, երեխեք պետք է խոսել, ինչքան խոսում եք, այդքան շատ ենք բացահայտում, պետք է խոսել։ Հիմա Դանիելս առանց այդ իմանալու, իբրև տեսական գիտելիք, ինքը անընդհատ խոսում։ Ու սկսում ենք ինչ-որ տարատեսակ թեմաներ քննարկել եւ ընթացքում մամայի տես, բայց ուրեմն էս էր ճիշտը, վերլուծություններ։ Արդյունքում ինքը ամփոփում է պարտադիր։ Շատ հավես։ Ոտքերը ցանկացած դիրքով կարող են լինել, կարևորը օրվա ամփոփումը լինի։ Այո, այդ վերլուծությունները լինեն։ Ընդհանրապես այդպիսի բան էլ կա, չէ՞, խոզենողներին խորհուրդ են տալիս երեկոյան մի քանի հարց տալ, չեմ հիշի հիմա բոլորը, բայց 4 հարց կա, որ ամեն երեկո, չէ՞, ինչ որ պիտի տաս, ժամանակին արել եմ, հիմա չեմ հիշում։ Ու հենց ինչն է իմաստը, այդ վերաիմաստավորումները փոքրիկ օրվա մեջ ժամանակ էլ չենք ունենում, բայց որ գլուխներս բարձին ենք դնում, մի հատ հետ գնանք, մեկը ինչի համար եմ շնորհակալ, մեկը ինչի ինձ ուրախացրեց, ինչի ինձ տխրեցրեց, մի հարց էլ կար։ Ո՞ա այդ ձեր բանն է, ձեր փոքրիկ խենթությունը է դրա մասին օրվա ամփոփման։ Անի ձեր YouTube-յան ալիքը շատ կենտրոնացած է հենց ազգային ավանդույթների, արժեքների եւ այլնի վրա։ Արդյոք կա դրանցից ինչ որ շարք կամ մեկ կամ երկու հատ ավանդույթ կամ ավանդական արժեքային հենք ունեցող ինչ որ մի ազգային մի բան, որ պարտադիր ուզում եք Դանիելին փոխանցեք եւ որն է դա։ Շատ բարդ հարց եք էլի տալիս, հիմա ասեմ ինչու։ Նախ ես Դանիելի հետ չեմ կարողանում այսպես կրթական մակարդակով զրույցներ ունենալ եւ չգիտեմ դա ինչով է անկեղծ պայմանավորված։ Ես իր դասատուների, ուսուցիչների, դասախոսների հետ, բոլորի հետ խոսում եմ, զրուցում եմ, ասում եմ, խնդրում եմ, փոխարինեք ինձ այդ տեսանկյունից։ Իմ եւ իր միջև դա չի ստացվում։ Ես ալամ աշխարհին փորձում եմ սովորեցնել հայերեն խոսել, գրական խոսել, բայց իր հետ մի քիչ չի ստացվում դա առայժմ։ Իհարկե ենթադրում եմ, որ տանը քանի որ ինքը դա անընդհատ լսում է, այդպես գործնականում դա կա, ինքը արդեն հոգնում է դրանից եւ այլևս հետաքրքիր չէ ինձ հետ նորից առանձինել այդ թեման քննարկելը։ Ես դա հասկանում եմ իհարկե։ Բայց միևնույն ժամանակ դպրոցի դասերը պատրաստելը եւս խնդիր է արդեն մեզ համար դառնում, հետո ասում են ինչ որ ճգնաժամային տարիք կա երրորդ, չորրորդ դասարաններում։ Արդեն լատենտ տարիքում է, շնորհավորում եմ։ Մոտակա մի քանի տարին այդպես է լինել։ Խնդրում եմ։ Ինձ գոնե հույս տվեք մի փոքր։ Չէ, ուսման հանդեպ ցավոք չեմ կարող հույս տալ, որտեվ 4-րդ 5-րդ դասանից դա սկսվում է արդեն։ Շեղվեցինք, բայց հա, դա նկատի կունենամ։ Մի խոսքով, բայց համենայն դեպս այս պահին ես արդեն տեսնում եմ այն ծիլերը, որոնք ես որպես սերմ իր ծնված օրից ի վեր ես անընդհատ դրել եմ, ջրել եմ, հա, փայփայել եմ այդպես, սնուցել եմ ու հիմա ծիլերն եմ տեսնում, գեղեցիկ խոսք ունի ինքը շատ, ընտրում է բառերը խոսելիս, զգում է բառերը, երբեմն անգամ ինձ է սկսել նկատողություն անել, որ մամա, այստեղ էս բառը չպետք է գործածիր, այստեղ էս մեկը, տատիկին, պապիկին է շտկում արդեն։ Այսինքն այդ զգալը, խոսքը, բառը, տոնայնությունը, ինքը ամեն ինչ արդեն գիտի այդ տեսանկյունից եւ ես երևի դրանով պիտի գոհանամ։ Շատ լավ է։ Չէ՞ որ կա լեզվամտածողություն ասած։ Ինչ լեզվիդ է, նա մտքիդ է, հոգումդ է, սրտումդ է ու հակառակը։ Սրտիդ հոգուտ մտքին հետ պետք է սիրուն, գեղեցիկ, գրագետ արտահայտ ես բերես աշխարհ, հանես կոկորտից է, այդ կոկորտից սկզբում շատ խոսեցինք, հանես ու սիրուն մատուցես, դա մեծ արժեք է ինձ թվում է։ Հաստատ։ Ապրեք որ դրան հասել եք, չգիտեմ, մեր տանը հələ որ տենց այերով ու չգիտեմ, դե չէ, դա կես ռուսերեն, կես անգլերեն, չգիտեմ, այս երեխաները որտեղից են այդպես մաքուր անգլերեն ու ռուսերեն խոսում, երբ ես ընդհանրապես չեմ դասավանդել իրենց այդ լեզուն։ Դանիելն էլ ունի ռուսերեն բառեր է ինքը շատ գործածում եւ ենթադրում եմ մանկապարտեզը եւ նաեւ մուլտֆիլմերը բավականին ճակերտավոր աջակցել են դրան, որ ինքը կարողանա այդ ռուսերենին այդպես տիրապետել, բայց միևնույն ժամանակ ես չեմ դժգոհում, Աննա ջան,
Ի վերջո աշխարհը զարգանում է, հա, շուրջու բոլորը այդ զարգացման process-ը անդադար ընթանում է եւ միայն հայերեն իմանալ ու դրանով բավարարվելը մի քիչ ճիշտ չէ։ Վերջերս մեկնաբանություն էին գրել, թե ինչու է իմ բալիկը ռուսերեն խոսում, ինքը այդպես ռուսերեն չեմ հիշում, պատմությունների բաժնում բան էի հոլովակի էի տեղադրել, գրել էր մի կին, թե ինչու է ձեր բալիկը ռուսերեն խոսում։ Արգելեք, Զարմացել կտրեք, գցեք, փրթեք։ Չասեմ ինչի ենթատեքստով էր իհարկե ինքը գրել, բայց միևնույն ժամանակ իսեր աստծո իմ բալիկը անգլերեն էլ է խոսում, ռուսերեն էլ է խոսում, լեգոյով Ես ուրախ կլինեի, որ գերմաներեն խոսեր, այո, այո, կամ չգիտեմ, չինարեն խոսեր, այո։ Կարևորը հավանաբար հայերենը չկորցնելն է։ Այո, միանշանակ այո։ Այդտեղ երկու զուգահեռ բաներ են, այսինքն այն որ խոսում է ռուսերեն, դե փառք Աստծո, լեզու գիտի։ Իհարկե։ Բայց դա չլինի հայերենի հաշվին, էլի, всё-таки էլի տեսեք ասեցի։ Ամեն դեպքում մայրենի լեզուն իմանալը շատ-շատ կարևոր է։ Համենայնդեպս ինձ համար ես ինչ մասնագետ լինի, եթե ընտիր քիմիկոս կամ ֆիզիկոս կամ, չգիտեմ, աստղագետ լինի ու գրի հայերեն սխալ, ես ցավոք ու անմիջապես կարծիք եմ կազմում այդ մարդու մասին, սխալ եմ անում երևի թե, Ես չէ, անկեղծ խոստովանեմ, հատկապես վերջերս, քանի որ շատ այդպես համուղիղ եթերներ եմ անում եւ ընդհանուր պատկերը տեսնում եմ իմ հոլովակների մեկնաբանություններում, շատ այդպես խորքային ուսումնասիրություններ եմ անցկացնում, հետո ավակ լավ ընկերներ ունեմ մասնագետներ, որոնց հետ շփվում եմ ու ես էլ այդպես շատ խիստ վերաբերմունք ունեի դրա նկատմամբ, որ պետք է այդպես լինի, պետք է ճիշտ գրել, պետք է ճիշտ խոսել, պետք է, հետո հիմա արդեն հասկանում եմ, նաեւ երևի տարիքից էլ է։ Հա, տարիքից շատ բան փոխվում, եկեք դրան չգտնենք։ Հիմա հասկանում եմ, որ ամեն ինչ չի կարող ճիշտ լինել։ Ամեն ինչ չի կարող մաքուր լինել, ամեն ինչ չի կարող արդար լինել եւ պահանջել բոլորից իմանալ կատարյալ հայերեն ճիշտ չէ եւ արդար չէ իսկապես։ Եկեք չպահանջենք, բայց խրախուսենք, ակնկալենք։ Դե խրախուսում ենք, փորձում ենք։ Դուք ամենևս հաստատ դա ձեր գործն է, այո, դա հաստատ ձեր հիմնական անելիքն է։ Չգիտեմ, ամեն դեպքում վիճակագրությունը ցույց է տալիս, որ բոլոր բուհերի ընդունելության ժամանակ է դա շատ լավ երևում, որ տխուր վիճակում հայոց լեզուն է։ Այսինքն բոլորը ստանում են շատ ավելի բարձր գնահատականներ մաթեմատիկայից, անգլերենից, մեկ այլ առարկայից եւ միշտ վերջին շարքում է հայոց լեզուն, որը հեշտ լեզու չի, բարդ լեզու է, բան չունեմ ասելու, բայց այնքան գեղեցիկ լեզու է։ Բայց մերն է, Աննա ջան, միշտ այդ օրինակն եմ բերում, ասում եմ, հայերենը մեր երակներով է հոսում։ Շատ սիրուն եք։ Եվ եթե անգամ Հայաստանից դուրս են ապրում մարդիկ, որ շատերն ինձ գրում են, մենք Հայաստանում չենք ապրում, դրա համար հայերեն չենք կարողանում խոսել, գրել, հա, հայատառ չենք գրում, դա արդարացում չէ։ Դա բոլորովին արդարացում չէ եւ մարդը, որը Հայաստանի ներկայացուցիչ է, հայի գենն է կրում իր մեջ, ուրեմն երակներով միանշանակ հոսում է հայերեն։ Ախր դրանից չես էլ կարող է հրաժարվել։ Դա սուտ է, դա կեղծ մի բան է, որ ես այսօրվանից որոշել եմ այրևս հայ չեմ։ Հələ մի հատ գնա հրեային ասա, այսօրվանից որոշել եմ շատ լավ օրինակ է։ Ամբողջ հարգանք հրեաների նկատմամբ։ Եվ վերջին հարցը Սանի ջան, երբ Դանիելը մեծանա, դառնա մեծ երիտասարդ, այդպես ոտքերի վրա ամուր կանգնած, կայուն, եւ իրեն հարցնեն Անին ինչպիսի մայր է եղել քեզ, ինքը ինչպես կբնութագրի ձեզ։ Հրաշալի։ Հա, հենց այդ բառով։ Չէ, ես իհարկե կուզեի, որ այդպես լիներ։ Ինչ կասի։ Այ, երևի խիստ։ Նախաբառաջ, հա, հաստատ։ Ոսմե կամեն ինչ թույլ եք տալիս։ Չէ, բայց բաներ կան, որ ես իսկապես պահանջկոտ գուցե։ Պահանջկոտ եմ, խիստ եմ։ Ամեն ինչ ինքը այո կարող է անել, բայց միևնույն ժամանակ իմ այդ ասենց մուրճը վերևից կա միշտ։ Խիստ հաստատ առաջինը։ Հրաշալին էլ հրաշալի։ Կասի խիստ, կասի հրաշալի, պահանջկոտ։ Աշխարհի ամենալավ մամա, ոնց որ միշտ ասում է։ Այո։ Ոնց որ ուրիշ մամաներ է ունեցել։ Տղա ջան, դու մենակ ինձ ունես, վալես։ Մի համեմատիր։ Չհամեմատես հաստատ։ Շնորհակալ եմ Անի ջան, շատ հումորով ուրախ բարի զրույցի համար եւ իհարկե հայի բառարան գրքի համար ձեր պայուսակի մեջ։